Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այս հոլովակի նպատակը այն չէ, որ տարածի վախ կամ պանիկա։ Նպատակն այն է, որ տրամադրեմ օգտակար տեղեկություն նրանց համար, ովքեր կարող են օգտագործել արտակարգ իրավիճակներում։ Եթե ծանոթ եք այս ամենին, շատ լավ, եթե ոչ, սա միգուցե ձեզ օգնի ստեղծել նոր գաղափարներ, նոր ռազմավարության տակտիկաներ պաշտպանության համար, գոյատևության համար և դիմադրության մեջ ներգրավված անձանց համար միգուցե որևիցե տեղեկատվական նշանակություն ունենա։ Դա է իմ նպատակը։ Միգուցե սա ծառայի որպես օգտակար ռեսուրս սովորական քաղաքացիների համար ևս, ովքեր կարող են օգտվել դրանից, երբ որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Սա մի ուղղորդում է, օգնելով մարդկանց հասկանալ իրենց ճիշտ քայլերը, որոշումները, երբ նրանք չեն իմանում, թե ինչպես վարվեն։ Իմ նպատակն է ապահովել այնպիսի տեղեկություն, որ մարդկանց կօգնի ճիշտ որոշումներ ընդունել դժվարին պահերին և չի թողնի նրանց անպաշտպան և անտեղյակ ծանր իրավիճակներում։ 2023 թվականի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերը բաղկացած են մոտավորապես 65,000 ակտիվ ծառայող զինվորից, 300,000 պահեստազորայինից, 15,000 ռազմական անձնակազմից։ Ընդհանուր ռազմական անձնակազմը կազմում է մոտ 380,000։ 25 թվականի կոնկրետ տվյալները դեռևս հասանելի չեն, բայց այս թվերը տրամադրում են Ադրբեջանի ռազմական ուժի վերջին գնահատականը։ 24 թվականի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերը ունեն բազմազան զինանոց, ներառելով բանակը, ռազմաօդային ուժերը և նավատորմը։ Չնայած հստակ քանակները հրապարակված չեն, սակայն ռազմական տեխնիկայի տեսակները հետևյալն են, որոնք ներառում են. բանակ, հիմնական մարտական տանկեր, մոդելներ, ինչպիսիք են T-72, T-90, զրահամեքենաներ, BMP-1, BMP-2, հետևակի մարտական մեքենաներ, BTR շարքի զրահափոխադրիչներ, հրետանային համակարգերը, քարշարկվող և ինքնագնաց հաուբիցիներ, ռազմական հրթիռային համակարգեր, MLRS, ականանետեր, օդային պաշտպանության համակարգերը, S-300, Buk, Tor հրթիռային համակարգեր և տարբեր ռադարային համակարգեր։ Ռազմաօդային ուժերը ռազմական ինքնաթիռներն են, Su-25 գրոհիչները, MiG-29 կործանիչները։ Տրանսպորտային ինքնաթիռներն են, Il-76, An-26։ Ուղղաթիռները MiG-24 գրոհային, Mi-8 տրանսպորտային։ Անօդաչու թռչող սարքեր, ԱԹՍ-ներ, ռազմական մոդելներ, հետախուզական և հարվածային, բազմազան մոդելներ, ռազմական և հետախուզական և հարվածային։ Նավատորմը բարեկային նավերը ափերի պաշտպանության և վերահսկողության համար, ականազերծման նավերը, ականների տեղադրման և մաքրման գործողությունների համար։ Վայրէջքային նավերը աջակցում են դեսանտային գործողություններին։ Ադրբեջանը ակտիվորեն արդիականացնում է իր ուժերը, ձեռք բերելով նորագույն զինատեսակներ Թուրքիայից, Իսրայելից և Ռուսաստանից, ներառյալ առաջադեմ ԱԹՍ-ների, հրթիռային համակարգեր և էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ։ Եթե Ադրբեջանը կրկին հարձակվի Հայաստանի վրա, նրա ռազմավարությունը ամենայն հավանականությամբ կձևավորվի հաշվի առնելով 20 թվականի Ղարաբաղյան պատերազմի փորձը և վերջին ռազմական ձեռքբերումները։
հիմք ունենալով նախորդ գործողությունները և ներկայիս ռազմական հնարավորությունը, Ադրբեջանը հավանաբար կկիրառի հետևյալ ռազմավարությունը. Առաջին, ԱԹՍ-ների և հրթիռային գերակայություն։ Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարում անօդաչու թռչող սարքերի ոլորտում, հատկապես թուրքական բայրակթարների TB2-ի և իսրայելական Հարոբ թռչող հրթիռների մեջ, որոնք վճռորոշ դեր խաղացին 20 թվականին։ Այս անգամ դրանց կիրառումով կփորձեն վաղ փուլում ոչնչացնել, չեզոքացնել հայկական հակաօդային պաշտպանությունը, կործանիչ հարվածներ հասցնել կարևոր ռազմական ենթակառուցվածքներին, ռադարներին, հրամանատարական կենտրոններին և մատակարարման ուղիներին։ Աջակցելով ցամաքային հարձակումներին, նրանք կթիրախավորեն հրետանին և զրահատեխնիկան։ Երկրորդ, արագ ցամաքային գործողություններ կկատարեն հատուկ նշանակային ուժերի միջոցով։ Ադրբեջանի ռազմական դոկտրինը հիմնված է արագ և բարձր շարժունակության հարձակումների վրա, օգտագործելով ժամանակակից հետևակային և զրահատանկային ուժեր։ Տանկային գրոհները T-90, T-72 հրետանու և համազարգային կրակի համակարգերի աջակցությամբ։ Հատուկ նշանակության Յաշմա ստորաբաժանումների կիրառումը հայկական պաշտպանական գծերի ներթափանցման համար, շեշտը արագ առաջ խաղացման վրա դնելով, ստրատեգիական բարձունքները կգրավեն կամ մատակարարման ուղիները կգրավեն։ Երրորդ, կիբեր և էլեկտրոնային պատերազմ։ Ադրբեջանը բարելավել է իր կիբեր և էլեկտրոնային պատերազմի հնարավորությունները, որոնք կարող են օգտագործել Հայաստանի կապի և հակաօդային պաշտպանության համակարգերի խափանման համար, GPS և անօդաչու սարքերի կառավարման խոչընդոտելու համար, կեղծ տեղեկատվություն կտարածեն հոգեբանական ազդեցություն գործադրելով։ Չորրորդ, հիբրիդային պատերազմ և սահմանների լարվածություն։ Ադրբեջանը կարող է խուսափել լայնածավալ պատերազմից, ներխուժումից, նախ փոքր բախումների միջոցով իրավիճակը ապակայունացնելու փորձեր անել։ Օրինակ, սահմանային դիվերսիաներ, սադրանքներ, հայկական պաշտպանության թուլացումը փորձարկելու նպատակով, հրետանային և հրթիռային հարվածներ սահմանային դիրքերին, դիվանագիտական և քարոզչական ճնշում ապագա գործողությունները արդարացնելու համար։ Հինգերորդ, համակարգված հարձակումներ տարբեր ուղղություններով։ Ադրբեջանը կարող է գրոհել մի քանի ուղղություններով, օրինակ, հարավից Սյունիք, Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու համար, իսկ հյուսիսից Տավուշի շրջանից Հայաստանի հիմնական ճանապարհները կտրելու համար։ Վեցերորդ, Թուրքիայի հնարավոր աջակցությունը։ Չնայած Ադրբեջանը կարող է գործել ինքնուրույն, Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունը մեծ դեր կունենա հետախուզական տվյալների փոխանակում, ԱԹՍ-ների տրամադրում, զինվորական խորհրդատուների ներգրավում, Հայաստանի վրա տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու փորձեր։ Ինչպես կարող է Հայաստանը պատասխանել։ Հայաստանը պետք է ավելի ուժեղ հակաօդային պաշտպանություն ունենա Տոր, MS-KM, Buk, S-300 և արդիականացված OSA համակարգերի օգտագործմամբ, անօդաչու թռչող սարքերի և կամիկաձե
պաշտպանական գծերի ամրապնդում և լայնամասշտաբ ամրաշինական աշխատանքներ կատարեն։ Դիվանագիտական աշխատանքները պետք է տեղի ունենան ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի միջամտությունն ապահովելու համար, երբ որ պատերազմը սկսվել է։ Եթե սկսվի, հարկավոր է կազմակերպել ազատագրական պայքար։ Եթե պատերազմը անխուսափելի է և սկսել է, ինչ կարող են լինել մեր գործողությունները։ Երբ որ երկիրը սպառնալիքի է ենթարկվում և գոյության վտանգի տակ է, պետք է բոլորը՝ տղամարդիկ, կանայք, երիտասարդներ, ծերեր, ներգրավվեն այս պաշտպանության մեջ, սաբոտաժի մեջ և ասիմետրիկ պատերազմի մեջ։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է աշխատի լինել զինված, պատրաստված և պատրաստ պայքարելու թե քաղաքներում, թե գյուղերում, թե սարերում։ Ազգի պաշտպանության համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր դիրքից, փորձից, մասնագիտությունից և այլն, միանա ընդհանուր պաշտպանությանը։ Սա է լուծումը։ Բոլոր քաղաքացիները պետք է ստանան ռազմական պատրաստություն։ Դրա համար եմ ասում, գնացեք միացեք խմբակների, դա ձեր անվտանգության երաշխիքն է։ Պաշտպանություն քաղաքներում, գյուղերում և այլ տարածքներում կազմակերպելու համար։ Այս պատրաստությունը պետք է լինի ընդհանուր, համընդհանուր և շատ արագ, որպեսզի մարդիկ ունենան բավարար գիտելիքներ նախօրոք։ Դա կլինի առաջին օգնության մեջ, մարտական տեխնիկայի մեջ կամ ռազմավարության։ Ամբողջ ազգը պետք է միանա այս պայքարին, կիրառելով հետախուզական գործողություններ, զինված դիմադրություն և ռազմավարական միջոցներ։ Քաղաքացիները պետք է ստեղծեն պաշտպանական կետեր քաղաքներում և գյուղերում, որպեսզի հակառակորդը չկարողանա հեշտությամբ մուտք գործել։ Եթե հակառակորդը, օրինակ, ներխուժում է, ապա բնակիչները պետք է պատրաստ լինեն կիրառելու հատուկ մարտավարություն, գիշերային հարձակումներ, ստեղծել ապաստարանային ցանցեր, հետախուզություն և այլն։ Միևնույն ժամանակ հարկավոր է ստեղծել նաև սարերում, լեռնային տարածքներում բազաներ, թունելային պաշտպանական համակարգեր, որոնք կօգնեն դիմակայել ներխուժումներին։ Եթե քաղաքները գրավվում են, պիտի գրավվեն կամ գրավվել են, պետք է ավելի վաղ շրջանում հայտնաբերել թշնամու ղեկավարման ցանցերը, անվտանգության խափանումներ իրականացնելու համար։ Ինչ գործողություններ իրականացնել։ Գորիլային պատերազմ, ապստամբություն։ Եթե կանոնավոր բանակը թույլ է, օրինակ, պետք է դարձնել երկիրը պատերազմի գոտի։ Պատերազմի դաշտում դիվերսիոն աշխատանքների միջոցով հակառակորդին շրջափակել, պաշարել և հարձակվել բոլոր կողմերից։ Պատժամիջոցներ, ռումբեր տեղադրել քաղաքներում և գյուղերում, որոնք գրավված են կամ պիտի գրավվեն։ Կյանքը պետք է վերածվի վտանգավոր տարածքների, որտեղ հակառակորդը կհայտնվի և ավելի քիչ պաշտպանվածություն կունենա, երբ նրանք չեն սպասում կտրուկ հարձակումներ։ Այսինքն թուլացնել նրանց դիմադրողականությունը և վտանգներ ստեղծել։ Անհատական հարձակումներ։ Եթե Հայաստանը չի կարող հաղթել հակառակորդին ուժեղ է, ապա պետք է խախտել նրա բարոյականությունը, խափանել նրա լոգիստիկան և ստեղծել ներքին խառնաշփոթ։ Ինչպես կարող ենք դա իրականացնել։ Ահաբեկչական գործողություններով, եթե հակառակորդի ղեկավարները
և ռազմական հրամանատարները հեռացվեն, ապա դա կդառնա խառնաշփոթ կառաջանա և անհանգստությունը կաճի։ Կիբերհարձակումներ և ենթակառուցվածքների վրա խափանումները կարող են օգտակար լինել։ Եթե Հայաստանը չի կարող պայքարել մարտերում, պետք է խափանել հակառակորդի էներգետիկական ցանցերը, կընտրել ինտերնետային կապը, խափանել տրանսպորտային ցանցերը, հարձակվել նավթախողովակների վրա և մատակարարման ռազմավարական պաշարների պայթեցումներով։ Երբ դաշտային բանակը չի կարող շարժվել առանց վառելիքի, ինչ քայլեր ձեռնարկել, ինչ է գործողությունների ցուցակը։ Գորիլայի պատերազմ, ապստամբություն։ Եթե կանոնավոր բանակը թույլ է, պետք է երկիրը վերածվի պատերազմական գոտու ամբողջությամբ։ Ինչպես իրականացնել դա։ Դիվերսիայի միջոցով շրջափակել, պաշարել և հարձակվել հակառակորդի վրա բոլոր կողմերից, կանգնեցնել քաղաքների և գյուղերի բնականոն կյանքը, տեղադրելով պատժամիջոցներ, ռումբեր, ստեղծելով վտանգավոր տարածքներ, որտեղ հակառակորդը կլինի պակաս պաշտպանված, քիչ պաշտպանված։ Դա առաջին։ Երկրորդը, եթե հակառակորդը ուժեղ է, հաջողության հասնելու համար պետք է խաթարել նրանց բարոյականությունը, լոգիստիկան։ Ինչպես իրականացնել։ Բարձր մակարդակի ահաբեկչական գործողություններով։ Այո, եթե գոյատևության խնդիր է, ամեն ինչ էլ պետք է և կարելի է։ Այստեղ բարոյական նորմերը ոչ մի դեր չեն խաղում։ Մի ամբողջ ճակատագրի հարց է, մի ամբողջ ազգի գոյության հարց է։ Հակառակորդների ղեկավարներին և կարևոր հրամանատարներին աշխատեք հեռացնել, աշխատեք գործել, կիբերհարձակումներ անել, ենթակառուցվածքների խափանումներ անել, խաթարել էներգետիկայի ցանցերը, ինտերնետ կապը և տրանսպորտային համակարգը։ Այո, պայթեցնել նավթախողովակները, մատակարարման պահեստները, ռազմավարական պաշարները, որպեսզի դանդաղեցնեք և դադարեցնեք հակառակորդի ներխուժումը։ Նաև պետք է մղել հոգեբանական պատերազմ, տարածելով կեղծ տեղեկատվություն և այսպիսով հակառակորդի ազգային կամայականությունը կամքը թուլացնելու համար։ Եթե Հայաստանը կանգնած է իշխող մեկ այլ երկրի ուժեղ, այսինքն հարձակման վտանգի առաջ, պետք է կատարվեն շատ լուրջ գործողություններ։ Երկրի տարածքները զավթելը դարձնել դժվար, անհնարին։ Ինչպես դա իրականացնել։ Պայթեցնել կարևոր ենթակառուցվածքները, ճանապարհները, կամուրջները, օդանավակայանները, էլեկտրակայանները, մինչև հակառակորդը հասնի։ Աղբյուրների, սննդի, ջրի պաշարների թունավորում, կանխելու ներխուժումը, երբ քաղաքը գրավվում է։ Քաղաքները դարձնել տապալման արահետներ, հակառակորդի առաջխաղացումը դժվարացնելու համար։ Ամփոփենք վերջնական մտքերս։ Եթե Հայաստանը կանգնած է լիարժեք ոչնչացման սպառնալիքի առաջ, պետք է հրաժարվել օրենքներից և բարոյականությունից, կենտրոնանալով միայն ժողովրդի գոյատևման ապահովության համար։ Պատերազմի մեջ գոյատևումը և հաղթանակը ամենակարևորագույն նպատակներն են, իսկ բարոյականությունը և օրենքները դրանք արդեն դառնում են
երկրորդական միջազգային պատերազմներում կանոնները չեն գործում, միայն ուժն է գործում և նպատակասլացությունն են որոշում ճակատագիրը։ Այսպիսով անհրաժեշտ է ամբողջ երկիրը դարձնել պատերազմի գոտի, ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ հակառակորդը չի կարողանում վերահսկել որևիցե տարածք։ Պետք է կիրառել այնպիսի ռազմավարություն, որ մարելու է, խաթարելու է նրանց բոլոր ուժերը, հարվածելով հակառակորդի ամենաուժեղ և ամենաթույլ կողմերին, հրամանատարությանը, մատակարարման շղթաներին, ենթակառուցվածքներին և հատկապես նրանց բարոյականությանը։ Երկրի գոյությունը պաշտպանելու համար, ժողովրդի գոյությունը պաշտպանելու համար պետք է անել ամեն ինչ, նույնիսկ եթե դա նշանակում է ստեղծել միջազգային ճգնաժամ միջազգային մակարդակներում, կտրուկ և վճռական քայլերով ազդելու համար, որպեսզի միջազգային համայնքը պատրաստ լինի միջամտել և աջակցել։ Հարկավոր է անհնար դարձնել այս ամեն ինչը ավերումներով, դիմադրությամբ, հոգեբանական պատերազմով։ Եթե սպասվում է ցեղասպանություն, մի նոր ցեղասպանություն, պատասխանում ենք այն ամեն ինչով, ինչ հնարավոր է, առանց հաշվի առնելու դրա գինը։ Այո, պատերազմում ամենաուժեղ ներն են ողջ մնում։ Հայաստանը պետք է դառնա անկանխատեսելի, անթափանցելի և չհանձնվող, որպեսզի կարողանա թույլ չտալ մեկ նոր ցեղասպանություն։ Սա է իմ կարծիքը։